անձամբ իմ եւ իմ ընկերների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովհաննիսյանից իր կատարած աշխատանքի համար էս պաշտոնում ինքը ահռելի ցավալի աշխատանք է իրականացնում շատ մեծ դերակատարում ուներ մասնավորապես Եվրամիության եւ ընդհանուր առմամբ Եվրատլանտյան այդ գործընթացներում միշտ գիտեք իմ վերաբերմունքը ԱԳՆ-ին միշտ եղել է շատ ավելի դրական քան կառավարության մնացած մասին դրանում շատ մեծ ոնց որ ասում են համակ եւ ներդրում ունի նաեւ պարոն Հովհաննիսյանը որպես փոխնախարար մեծ ուրախությամբ պետք է հայտնեմ որ գործընթացը որը ինքը սկսել է անբեկանելի է եւ մեծ հաշվով ահռելի ծավալ աշխատանքի որը իրականացրել է հենց այնպես չի անցել մենք դա տեսնում ենք ամենօրյա ռեժիմով ինչ վերաբերվում է հրաժարական մի քիչ ձևակերպումները լավը չեն դուրս չի գալի ազատվել է դե ազատվել է բայց ինքը նշանակվել է մակում Հայաստանի ներկայացուցիչ ինչը փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր կոպիտ ասած դեսպաններից մեկն է որը դե ֆակտո գրասենյակը Նյու Յորքում է եւ այս պարագայում այսօրվա դրությամբ շատ ավելի էական է այդ ռեսուրսը, որը մեծ հաշվով ինքը ունի, որպես մարդկային կապիտալ։ Հիմա ուղղել կոնկրետ առանձին վերցրած ՄԱԿ-ի եւ որպես հավելալ ԱՄՆ-ի, որովհետեւ մեծ հաշվով մենք բոլորս գիտենք, որ Լիլիթ Մակունցը գնահատվում է այս ադմինիստրացիայի կողմից որպես դեմոկրատական կուսակցության մասնավորապես Նենսի Պելոսիի կրեատորան, իսկ Նենսի Պելոսին համարվում է Տրամփի անձնական թշնամի եւ ես միշտ ասել եմ որ նմանատիպ քրիտիկական փոփոխությունների ժամանակ իհարկե լուծումներից մեկը որը ընդունելի լուծումը դա նշանակել եւս մեկ մեծ մասշտաբի խաղացող որը այո ակնհայտ է որ պարոն Հովհաննիսյանը որպես դիվանագետ որպես փորձ ի վերջո փոխնախարար է ՄԱԿ-ն է որը վերպետական կառույց է որտեղ որ պետք է պատշաճ կերպով ներկայացված լինի դա մեկ եւ մյուս կողմից նաեւ այդ հսկայական ռեսուրսը որը կօգնի Հայաստանին ԱՄՆ-ի դաշտում ունենալ եւս մեկ դեսպան ի վերջո ոչ մեկ չի արգելում իրան իրականացնել աշխատանքների այն մասը կամ այն էլ վերնախավի այն մասի հետ աշխատել ԱՄՆ-ում, որը որ Լիլիթ Մակունցին չի ուզում տեսնել, ընդհանրապես չի ուզում բարևել եւ չի ուզում բանանել, նորմալ է ինքը հարուտ աշխատի։ Հենց որ ողջունելի է, ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել շնորհակալություն Արարատի համար եւ մաղթել ոնց որ բարի ծառայություն։ Ամենայն հարգանքով իհարկե Ղազախստանի եւ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի նկատմամբ ասենք որ ինքը մի քիչ ոնց որ տենց բանանում էլ է տենց մի քիչ մեքենայություն անում խոսքը 50 միլիարդի մասին երբ ինքը խոսում է ինքը խոսում է նավթային բանի մասին որովհետեւ ակնհայտ է որ Ադրբեջանի նման Ղազախստանը եւս նավթ արտահանող երկիր իր տնտեսությունը իհարկե շատ ավելի դիվերսիֆիկացված է քան Ադրբեջանում 80%-ն է 85%-ն է գազը եւ նավթը Ղազախստանում ավելի քիչ է, ունորոշ 50 է, բայց ամեն դեպքում այդ որ ինքը ասում է 50 միլիարդ, դա ղազախական նավթն է, որը որ իրականում Ռուսաստանի տարածքով է հիմնականում գնում կամ Ադրբեջանի, փոքր մասը Ադրբեջանի, իսկ հիմնական մասը գնում է Ռուսաստանի տարածքով։ Ընդ որում Կասպից ծովի մակարդակը քանի որ իջնում է ակտաուն եւ բաները այդ ղազախական նավահանգիստները Կասպից ծովի ափին կորցնում են իրենց հնարավորությունները նավթի փոխադրելու այս վերջերս բավականին լուրջ հետազոտություն կար համաձայն որի դե տեսեք մոտավորապես 1 տարվա ընթացքում Կասպից ծովի մակարդակը իջել է 50 սանտիմետր ավել քան 50 սանտիմետր եւ փորձագետները նշում են որ եթե 10-15 սանտիմետրով էլ իջնի ինչը լրիվ նորմալ սպասելի եւ կանխատեսելի զարգացում է ղազախական նավահանգիստները կկորցնեն նավթային տանկերների սպասարկման հնարավորությունը կամ ենթակառուցվածքի զարգացումը ահռելի մեծ ներդրումներ կպահանջի։ Ինչ նորմալ է Ղազախստանը ուզում է որ դա շարունակվի, քանի որ ուղիղ կախվածություն Ռուսաստանի նավթամուղերից չի ուզում։ Հետևաբար ինքը պետք է փշի անի եվրոպացիքին, որ ինչ որ մեկը այդ ներդրումը անի։
ուղիղ արտասահմանյան ներդրումների մասին, երբ խոսում է Տոկայովը խոսում է հենց նավթային սեկտորի ներդրումների մասին, սենց նավթ, գազ, ինչ-որ նորմալ եւ դրա հետ կապված բաներ, որոնք որ էլի նորմալ է, եւ այն, որ 80%-ը ամբողջ Կենտրոնական Ասիայի դա Ղազախստանն է եւ այդ ներդրումների 80%-ը նավթ եւ գազ է, դա ոչ մի լավ բան չի ասում Եվրոպա Կենտրոնական Ասիա հարաբերությունների այսօրվա մակարդակի մասին։ Ինչու Ռուսաստանը ձեն չի հանում Ղազախստանի վրա չի փռշտում, որովհետեւ իրականում ղազախական նավթը գնում է Ռուսաստանի տարածքով եւ օգտագործելով ղազախական նավթի այդ նավթամուղը Ղազախստանից դեպի Նավառասիսկ Ռուսաստանը իր նավթի մի մասը այդ սերտիֆիկատներով վաճառում է, այսինքն ինքը մեծ հաշվով խոշոր հանցավոր համաձայնությամբ գալով օգտվում է դրանից։ Դրա մեջ ձեն չի անում, իրեն ձեռ է տալ։ Բացի դրանից, եկեք նոր ասցի, հա, 80%-ը դա այդ 50 միլիարդն է, այդ 50 միլիարդի 80%-ը նավթ ու գազն է, այսինքն ոչ մի վտանգ չկա։ Եվ ակնհայտ է, որ ոչ մեկ չի ակնկալում, որ Ղազախստանը կդառնա Եվրամիության անդամ, այսինքն երկաթե վարակույրը իջեցնելուց Ղազախստանը կհայտնվի թարս կողմում։ Հայաստանի պարագայում դա այդպես չի։ Մենք ունենք առնվազն Լեհաստանի նախագահի այցի ժամանակ բազմաթիվ եվրոպական այլ բանի, մենք ունենք Մակրոնի խոսքը, մենք ունենք Ֆրանսիայի խոսքը, մենք ունենք իրականացված ՍԵՊԱ կամ իրականացվող ՍԵՊԱ պլյուս, մենք ունենք Եվրոպարլամենտի որոշումը, որ ցանկացած եվրոպական երկիր ցանկացած պահի կարա դիմի, այսինքն եւ ողջունելի է։ Հայաստանի պարագայում Եվրամիության հետ հարաբերությունների բարելավումը, Եվրամիության աշխատանքների մեջ ներգրավումը դեպի Եվրատլանտյան ցանկացած փոքր քայլ ավտոմատ բերում է երկաթե վարակույրի կոորդինատների փոփոխություն։ Այսինքն հարավային Կովկասից Հայաստանը եթե Ռուսաստանը կորցնում է, ինքը արդեն կորցրել է, բայց ասենք եթե երկաթե վարակույրը իջնում եւ ինքը մեծ հաշվով շատ կարևոր բան է հեսա ասեմ, Հայաստանը կորցնում է որպես այդ ոտքի տեղ, բազան ենք անում, հա, ասենց բաներ։ Օրինակ հայտարարություն եղավ, որ կենսաչափագրական անձնագրերը ի վերջո մենք սկսենք հուլիսից ստանալ, բայց այդ տպարանը Ֆրանսիայում է եւ այդ ֆրանսիական կազմակերպությունն է տալու։ Սա Ռուսաստանի համար հավելյալ կատաղություն է, որտեղ ինքը հույս ուներ, որ ԳՌՈՒշնիկներն ու ՖՍԲ-շնիկները, ովքեր Հայաստան գալիս են առանց անձնագրի, ներքին անձնագրով, կգան ստեղ, մի քիչ նյաշարք կբաժանեն ստեղ ընտեղ, մեգա դախլչիների մոտ աշխատանքի կանցնեն, արդից կօգտվեն, ոնց որ եւ մինչեւ այս բանից հետո պատերազմից հետո 20 քանի հազար անձնագիր են բաժանել ռուսների։ Հիմա այդ բարձա չէ, որ 20,000-ի զգալի մասը ՖՍԲ-շնիկ է, բայց այս կենսաչափագրական անձնագրերով արդեն որոնք Ֆրանսիան հրապարակում, իրենք այդ ոտը կորցնում են։ Կատաղություն է, բա ինչ է, իզուր տեղը դուրս են ընկնում այս թեմայից։ Այսինքն իրանք եթե Հայաստանից դուրս են ընկնում, իրանք դուրս են ընկնում ամբողջ հարավային Կովկասից։ Իսկ եթե իրանք դուրս են ընկնում հարավային Կովկասից եւ իրանք սահմանը մասնավորապես պետք է անցնի Մեծ Կովկասյան լեռնաշղթայով, որը իրանք չեն վերահսկում, դա վերահսկում է Դաղստանը, դա վերահսկում է Կադիրովը, դա վերահսկում է ինչ-որ կիսաբանձիտական խմբավորումներ Աբխազիայում եւ այլն, այսինքն ինքը հետա գնում էլի, ինքը գնում է վերադառնում է 17-րդ դարի սահմաններ։ Սա իր համար էկզիստենցիալ խնդիր է եւ ինքը սրա հետ ոչինչ չի կարող անել։ Կենտրոնական Ասիա-Սևծով ճանապարհի համար Հայաստանը պետք չէ։ Գործում ասել եմ բազմից, դա Վրաստան Պուտինը։ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացումը դա ալտերնատիվ եւ ավելի մեծ ծավալով աշխատանքն է, որը որ ճանապարհն է, որը որ պետք է աշխատի Գյումրվա այդ Չորնավահանգիստ կոչվածի աշխատելու ժամանակ, դա անհրաժեշտ է, որպեսզի ապրանքները տեղափոխվեն, ու եթե մենք իհարկե մինչև այդ չկարողանանք փոխել մեր երկաթգիծը, չնայած այդ պարագայում էլ ոչ ոք չի փոխվում, հիմա ադրբեջան-ռուսական գիծը։ Իսկ եթե մենք փոխենք այդ գիծը աշխատել, այսինքն այդ ճանապարհին մեզ անհրաժեշտ է, որ Գյումրիի Չորնավահանգիստը աշխատի, այսինքն ապրանքը պետք է գա Իջևանով մտնի բան, Հայաստանի տարածք գնա Գյումրիում տեղափոխվի, վագոնների տեսքը փոխվի, գնա Թուրքիայով Եվրամիություն։ Այդ է ճանապարհը։ Կամ էլի նույն բանը Վրաստանով, այսինքն այո, իհարկե սա մի ճանապարհից չի կարա կախված լինի այդ հարաբերությունները,
միևնույն ժամանակ պետքա տարբեր մոտեցումներ ցույց բերել եւ պետքա այսպես կոչված redundant եւ համալրող մի քանի ճանապարհ լինի, որպեսզի անվտանգ ես մեկը չաշխատեց սրանով տանենք, ասենք չգիտեմ, Սև ծովում փոթորիկներ են կամ ինչ-որ սեզոնային ձմեռային փոթորիկներ են, պետքա տանի երկաթգծով եւ այլն։ Շատ ողջունելի, շատ հետաքրքիր բան է, ի վերջո Եվրամիության դերակատարումը աշխարհում բարձրանում է եւ Եվրամիությունը ստանձնում է ժողովրդավարության եւ մարդկային մոտեցումների ընկած դրոշը, որը որ Թրամփը շպրտեց, ասեց ինձ պետք չի, ինքը տենց որոշել է, որ ինքը Պուտինի նման պետք է իր երկիրը զարգացնի, այսինքն տապալի, նորմալ է։ USA-ը չի աշխատում, Ազատություն ռադիոկայանի արբանյակները անջատում են Ռուսաստան, ռուսերեն հրապարակումները անջատում արգելում են, այսինքն Թրամփը ամբողջությամբ այդ առումով գնացել է անգելա բան ավտորիտար ակումբ։ Այսինքն իրականում ինքը չարիքի գծի մեջ է հիմա։ Ռուսաստանի հետ լավ է, Հայաստանի վրա 10% բան է անում, տարիֆա մցրե, Ռուսաստանի վրա չի մցրե, ասում Ռուսաստանի հետ քիչ է, բայց Ռուսաստանի հետ 300 միլիարդ եվրո է, 300 միլիարդ դոլար է ապրանքաշրջանառությունը, Հայաստանի հետ 50 ու 50 միլիոն, այդ պրոֆիցիտը էլ է մեր, հանդե 300 միլիարդ դոլարի մասին է խոսքը, այսինքն 300 միլիարդ շրջանառությունը բավարար չի, որպեսզի տարիֆ մտցնենք, որտեղ դա է ինչ թիվա որ իսկ 50 միլիարդը որը բանը, կամ չգիտեմ ինչ որ 300 միլիոնն է ինչ է մեր բանը շրջանառություն, իսկ մեր վրա 10% պետք է մտնի։ Այնտեղ հետաքրքիր է Ռուսաստան եւ Բելարուս։ Ռուսաստան, Բելարուս, Սեն Կորեա, այո։ Այսինքն մարդը գնաց անգելա այդ բաների ճամբարը եւ հետեւաբար ինչ որ մեկը մասնավորապես Եվրոպան պետք է ստանձնի պատասխանատվությունը հասարակությունների եւ կառավարման, որը հիմնված է արժեքների եւ արժանապատվության վրա։ Կենտրոնական Ասիա որ գնացել է եւ այդ ամեն ինչ այդ գործընթացը որ գնում է, իրանց մոտ այդ մոտեցումը հետեւյալն է, պետք է աշխատենք, իրանք տենց են որոշել աշխատել։ Որ նորմալ է, ինչ ունես այլ առաջարկելու մեծ հաշվով Կենտրոնական Ասիան Եվրոպայից քանի որ կախված չի, ինքը Եվրամիության հետ հարաբերությունները կարող օգտագործի որպես բալանս Ռուսաստանի եւ Չինաստանի մեջ կամ Թուրքիայի նույնիսկ, որտեղ Թուրքիան էլ ինչպես տեսնում ենք հիմիկվա այս փոլսի իրավիճակից, փոլսի քաղաքապետի ձերբակալումից եւ բանից Թուրքիան էլ է գնում դեպի ավտորիտար։ Այսինքն դեռ բավականին հետաքրքիր չէ, ճիշտ հասկանանք, հա, Կենտրոնական Ասիայի ոչ մի երկիր ժողովրդավարական չի։ Իրանք բոլոր ավտորիտար երկրներ են, բայց նույնիսկ ավտորիտար երկրների ղեկավարները հասկանում են, որ Եվրոպայի հետ հարաբերությունները լավ բան է։